բացվեք թեմայը։ Թեմա չի, ձեր պահվածքն է։ Հա, հարց չկա։ Ձեր համար է թեմա։ Իմ համար։ Բա թեմա չի ձեր համար։ Չգիտեմ, ցանկացած տղայի համար այդ պահվածքը թեմա կներ։ Որ պահվածքը։ Ձեր պահվածքը, հեսա կդնեմ կտեսնեմ։ Մենք դրեք տեսնենք, էլի։ Խնդրեմ։ Հենց հիմա թող աղա։ Լրագրողներին հայոյում եմ։ Այո, լրագրողներին հայոյում եք դուք։ Բարի խնդիր չկա։ Մի վարքան։ Բայց նա սպայք որ լսվի, էլի։ Հա, սպասեք։ Բացեք։ Ժողովուրդ մի հատ էս ինտերնետը նայեք էլի։ Մի վարքան, հենց հիմա կդնեմ։ Գյումրու ընտրությունների կոնտեքստում ես եմ այսօր աստղ էլի համար 1։ Չէ, Բայց ինչ կա Գյումրու ընտրությունների հետ կապված։ Լավ է, ԿՊ-ի համար լավ արդյունքներ էր։ մի հատ լսեք։ Որ արդյունքը։ ԿՊ-ի համար սակացուց արդյունքներ լավ։ Այո, ապա չէ, լսեցրեք մարդկանց։ Մարդիկ պետք է գնահատական տան։ Մարդիկ լսում են, կա, դուք լսեք։ Հա, չէ։ Դուք լսեք, նոր կասկած։ Չէ, դրեք այդտեղ, չեմ կասկածում։ Թող մարդիկ լսեն։ Դուք պետք է լսեք ձեր։ Մի դրեք ականջիս մեջ, էլի խնդրում եմ ձեզ։ Ես իրավունք չունեմ ձեր ձեռին կպնեմ հիմա։ Բայց կպտում եք։ Ես հայ-հայում էի։ Բա ինչ էի կանում։ Բայց դու էր արանքը։ Չէ, լուրջ էլի ձեր ընտանիքի անդամների հետ մեկը տենց խոսար, ինչ կանեիք։ Փողոցում ձեր ընտանիքի անդամների հետ մեկը տենց խոսար, ինչ կանեիք։ Քույտ ամեն ինչ նորմալ է հիմա։ Ձեր հետ ամեն ինչ նորմալ է։ Իմ հետ ոչ։ Ասենք խի։ Ինչի։ Ասենք դու ինչ ես խոսում հիմա իմ հետ։ Ես ձեր արարքի մասին եմ խոսում։ Ես լրագրողներին վիրավորել եմ։ Բայց վիրավորանք չի։ Ձեր շրջապատում հայոյանք Ինչ ինչա է կողմի վիրավորանք։ Իմ ընտանիքը ինչ կապ ուներ հետո որ դու իմ ընտանիքն ես խաղում։ Այդ Բայց կոնտեքստում։ մի վարքյան այդ մարդիկ էլ են, չէ՞ ընտանիքի անդամ։ Դու հիմա։ Այդ մարդիկ ու դուք հայոյել եք ընտանիքի անդամ, չէ՞։ Մանդատը վայր եք դուք տնելու ձեր պահվածքի համար։ Դուք մանդատը վայր եք տնելու։ Ես մանդատս կանեմ ես հիմա։ Դե սպասենք, հենց հիմա հրաժարվեք ձեր մանդատից։ Ինչի համար։ Որովհետև բարոյական բոլոր նորմերով եւ որպես պատգամավոր նաեւ պարտավոր եք ձեր մանդատը վայր տնեք։ Բարոյական մի վարքյան էլի, ներողություն։ Բարոյականության տեսանկյունից Անի ջան, հենց հիմա բարոյականության սահմանները դուք եք խախտում, հիմա այդ թվում նաեւ որպես լրագրող։ Ինչը, որ պահանջում եմ ներողություն խնդրեք իմ գործընկերներից։ Հայոյելու համար ինչի համար։ Հայոյել։ Ես դրեցի, դուք լսեցիք։ Ինչ եմ լսել ես։ Դուք լսեցիք ձեր հայոյանքը։ Հələ մի հատ դրեք։ Լավ էլի։ Փոխանակ ներողություն, այդքան Անի ջան, մի հատ հələ մի վարքյան էլի խնդրում եմ, հասկացանք։ Բայց հասկանում եք, որ դուք ինձ անհարմարության մեջ եք դնում։ Հիմա այսքան կամերայի հանդեպ թողեք ես խոսում եմ այս մարդկանց հետ։ Պարոն Ղալումյան, ախր Հիմա եթե ես սխալ կլնեմ, ինչի՞ց եք զարմանում։ Ձեր շրջապատը քպենա, պարոն Ղալումյան, դուք գնացեք, էլի խնդրում եմ ձեզ։ Պարոն Ղալումյանի խոսացեք հիմա։ Չէ, դուք պիտի ձեր արարքի համար ներողություն խնդրեք ու ձեր մանդատը դուք վայր տնեք։ Մի վարքյան, էլի ինչ եք անում, դուք ինչ եք սարքես տեղ։ Դուք հասկանում եք, դուք ավելի վատ բան եք սարքում, քան թե այս մարդիկ են անում։ Իրանց խաղն եք խաղում հենց հիմա։ Բոլորդ։ Անի ջան, մի հատ էլ ասա։ Մի հատ էլ եմ ասում, նախ ներողություն խնդրեք, պարտավոր եք որպես պատգամավոր առաջին հերթին ներողություն խնդրել, որպես տղա պարտավոր եք ներողություն խնդրել, մանդատն էլ վայր պիտի դնեք։ Մանդատն էլ վայր պիտի դնեք։ Պետք է կողմնորոշվես։ Ասեցի այդ երեքը միասին պիտի անեք։ Այդ սաղ միանգամից իրար հետ։ Հա, սաղ միանգամից իրար հետ, այդ հայոյելը գիտեք, դրա հետևանքները չգիտեք։ 26-ին իշխանությունը փոխվել է, այլ խեմ ես մանդատս վայր դնում։ Ահա 26-ին իշխանությունը դրա համար եք խմած։ Խմած ի՞նչ կապ ունի։ 26-ին իշխանությունը փոխվելու է, դրա համար եք խմած։ Դու ինչ ես խոսում իմ հետ հիմա։ Ինչի համար ես խոսում այդքանը։ Բա ինչ հասա։ Ինչի համար ես դու այդքան բան անում, ուզում հասկանամ, տրամաբանությունը քո արածի էլի։ Հա, դուք բայց ուզում հասկանամ տրամաբանությունը, էտա ճշմարտությունը քո արածի կոնտեքստում, որպես տղա։ Դրանից եք տխուր։
Մի րոպե, դուք падգամավորին հարվածում եք, անձեռնմխելություն ունի։ Լավ, խուլիգանություն ես անում, արդեն լուրջ եմ ասում։ Մի արա, ինձ բռնել են, ոչինչ հարց չկա։ Մենք վաղը շարունակենք։ Մի արա, անի, լուրջ եմ ասում, մի արա։ Պարոն Գաբրիելյանը լրագրողների որևէ մեկը դուրս է գալիս ասում եք տղեղա։ Անի տղեղա, պրոստը տղեղա, քո արածա, Ձեր արածները տղեղ չի, պարոն պրոստը Գաբրիելյան։ տղեղա, քո արածա։ Ինչն է իմ արածը տղեղ։ Ձեր արածը տղեղ չի, իմ արածը տղեղ, հա։ Պրոստը տղեղա։ Այդքան ուժ գտեք ձեր մեջ, այդքան ուժ գտեք ձեր մեջ, ներողություն խնդրեք ձեր արարքի համար։ Որ արարքի համար։ Դուք պատկերացնում եք, ասում եք 26-ին չեք լինի իշխանության, բա 26-ին չեք լինի իշխանության, փողոց դուրս գտաք ձեր արարքի համար, ձեր արարքի համար ձերը ինչ կանել է։ Ինքը ազգային ժողովում է, միշտ արեք դրան մոտ։ Հիմա դու ավելի վատ բան ես։ Հիմա դու ավելի Բայց որ կողերը կնաս կտնես, որ կողերը կնաս կտնես, որ դու հիմա ավելի վատ բան ես անում, քան թե ես կարայի անել։